Այսօր Ալավերդի համայնքի ավականին հերթական նիստեր գումարել, որտեղ թերևս գլխավոր հարցը այսպես կոչված քաղաքական բոյկոտ հայտարարած ապրելու երկիր խմբակցության ավականու անդամներին մանդատից զրկելն էր եւ այսպես ինչու է առաջացել ավականու 9 անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Ինչով է կարևոր այս հարցը։ Խմբակցության անդամներից որևիցե մեկը երկար ժամանակ չի մասնակցել ավականու նիստերին, չենք ունեցել իրենց կողմից որևիցե առաջարկություններ, չենք ունեցել որևիցե համագործակցություն, չենք ունեցել նաև նույնիսկ եթե ոչ ավականու որպես անդամ, հարցերին մասնակցելու, քվեարկելու, առաջարկություններ անելու, համայնքի ղեկավարմանը մասնակցելու, նաև ոչ ինստիտուցիոնալ առումով մենք չենք տեսել, այդ իսկ պատճառով առաջարկում ենք, որպեսզի ապրելու երկիր խմբակցության ավականու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնենք։ Ըստ իմ օրենքի մեկ նստաշրջանում անգամ կեսից ավելի նիստերից բացակայությունը կարող է ավականու անդամի լիազորությունների վաղաժամկետ կասեցման պատճառ դառնալ։ Ալավերդու գործող ավականու 2 գումարման նիստերին ապրելու երկիր խմբակցության անդամները ոչ մի նիստին չեն մասնակցել։ Միայն ավականու անդամ Աշոտ Չիլինգարյանը չմանդատազրկվեց, քանի որ նա ավելի ուշ է դարձել ժողովրդի ընտրյալ եւ չի լրացել օրենքով սահմանված 2 նստաշրջաններից բացակայելու սահմանված ժամկետը։ Առաջին նստաշրջանից հետո իհարկե տեսանք համայնքում ավետ տեղի ունեցավ ու մեծ հաշվով ոչ մեկ էս դրա ժամանակը ոչ է ցանկություն ունենք քաղաքական ինչ-որ process-ներով մասնակցելու եւ բացի դրանից մենք իրանց հնարավորություն տվեցինք օգտվել ավականու մանդատին տրված լիազորություններից, այսինքն գալ մասնակցել նստաշրջանին, ինչպես տեսանք երկրորդ նստաշրջանին նույնպես մասնակցություն չեղավ։ Ես մի քանի իրանց հանրային հայտարարություններին կուզեմ անդրադառնամ, նախ որ մեկնաբանում եմ, որ իրավաչափ գնահատական չի տրվել։ Դրա հետ կապված ուղղակի ուզում եմ հայտարարեմ, որ 3 ատյանում արդեն որոշում կա համայնքի ղեկավար ընտրելու հետ կապված 3 ատյանի որոշումներն էլ հօգուտ մեզ է։ Այդ իրավաչափության մասով եմ ասում, չգիտեմ, միգուցե իրանք ցանկություն ունեն համանդրական դատարան դիմեն, վաղը չեմ եսօր, չգիտեմ, մարդու իրավունքների պաշտպանին դիմեն կամ մեկ էլ տեսա Լոնդոնի արբիտրաժ դիմեցին, այդ իրանց գործն է, բայց այն որ Հայաստանի Հանրապետության 3 դատարան արդեն ունի վճիռ, դա փաստ է։ Քաղաքական բոյկոտի մասով էլ կուզեմ 2 բառ ասեմ։ Միգուցե իրանք դիտարկում են, որ ավականու նիստերին չմասնակցությունը դա ինքը քաղաքական բոյկոտի ձև է, բայց sense մի բան, եթե իրանք անգամ քաղաքական բոյկոտ են իրականացնում չմասնակցելով ավականու նիստերին, իրանք գոնե որպես ժողովրդի քվեստացած մարդիկ, որպես ավականու անդամներ, հանրային կյանքից պետք է չկտրվեին։ Ավականու ՀԱԿ կուսակցությունը ներկայացնող անդամ Տիգրան Պապոյանը կարծում է, որ իրավիճակի իշխող խմբակցությունը ճիշտ չի գնահատում եւ ավականու անդամների լիազորությունների վաղաժամ դադարեցմանը դեմ է։ Ես դեմ եմ քվեարկելու, քանի որ ես գտնում եմ, որ այս պայթուցան ճիշտ չէ գնահատում իրավիճակը, ու ես նախ կհորդորեմ, որ ջան, 2 տարի չի տևելու մեր կյանք, 2 տարուց հետո էլ շարունակվել։ Բոլորս կյանքում ենք, բոլորս իրար հանդիպել ենք, իրար երես ենք նայելու։ Որոշումը ձերն է, ոնց որ ձերն է քաղաքական որոշում հիմա, ասենք, ես տեղյակ եմ, որ նրանցն էլ է քաղաքական որոշումը։ Հիմա ոնց կքվեարկեք, ես ասում եմ, որ բոլոր հարցերը դեմ են քվեարկել։ Մենք եւ 2 նստաշրջանա որ սպասում ենք։ Եթե մեզ համար քաղաքական խնդիրը իրանց մանդատազրկելը, դեռևս հուլիս ամսին կմանդատազրկենք։ Դա քաղաքական որոշում չի։ Այդ թող գաղտնիք չլի, եթե քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից կգտնեք ավականու անդամ, որ մեկ նստաշրջանի ընթացքում չի մասնակցի նիստերի մեծամասնությանը, ես ձեզ խոստանում եմ այդ մարդու process-ը նույնպես կսկսենք։ Մարդը եթե չունի ավականու անդամի կարգավիճակ, իրանց համար դա կյանքի խնդիր է։ Եթե իմանանք տենցա չենք զրկի, բայց դուք տենց եք ներկայացնում ախր, մենք են ընդամենը ասում ենք հետևյալը, եթե դուք ունեք պարտավորություն կատարելու, բարի եղեք կատարեք, եթե չեք կատարում, ես այս օրինակը բերել եմ ճիշտ ասած։ Նույն բանն է, եթե դու ունենաս աշխատակից, իհարկե ավականին առայժմ չի վարձատրվում, բայց եթե նույն բանն է ունենաս աշխատակից, որը աշխատանքի չի ներկայանում, ասես հա դե լավ քաղաքական բոյկոտ է, թող չգա, ես էլ իրան վարձատրեմ։ Դե դա չգիտեմ, աբսուրդի ժանրից է։ Պարոն Պապոյան, դուք մի լավ բան ասեցիք, լավը ճակերտավոր, որ գործեր արելի, խնդրում են, բարձրաբանեք ինչ են արել։ Աշխարհապես ապրելու երկիրը քաղաքից ինչ-որ կայ չի կատարել։
Բայց իրանք որպես ֆիզիկալ մարդիկ իրանք որոշակի քայլեր արել են, մենք չգործակի մանրապետել ենք։ Պարոն Պապոյան, Որոնք ասելու չէ։ իրանց թիմակիցներից մարդիկ կան, թիմակից չեմ ասում ավականու ցուցակի անդամներ, թիմակիցներ կան, ովքեր մենք էլ ենք տեսել, որ մարդիկ աղետի ժամանակ եկել են։ Մեզ շատ ընդդիմադիր մարդիկ, եւ քաղաքական առումով, եւ որոշ դեպքերում եւ անձնական առումով այդքան ոչ հաճույքով մեր հետ աշխատել են։ Եկել են մարդիկ օգնել են։ Այս ֆրակցիայի ավականիների մասով իհարկե կներեք, բայց 2 ամիս կարելի ասել տուն չենք գնացել։ Ու մեր ավականու անդամներ, հատկապես տղամարդիկ են, որ ամենօրյա process-ով մաքրման աշխատանքներից սկսած մասնակցել են։ Ու մենք տեսեք, կներեք, չենք տեսել։ Դա ճիշտ ասած, պարոն Պապոյան, ես համաձայն եմ ասվածի հետ, ես վստահ եմ, որ դուք գիտեք կոնկրետ իմ վերաբերմունքը այդ շրջանում, հա, մարդկանց օգնելու, չօգնելու հետ կապված, ցանկացած անձ, ով մեր կողքին եղել է, մենք գոնե բառով շնորհակալություն ասել ենք։ Իհարկե մենք նաև պլանավորած ունենք, թե կոնկրետ ինչ քայլեր ենք անելու այն մարդկանց շնորհակալություն ոնց ենք հայտնելու այդ նեղ օրերին մեր մոտ կանգնած ովքեր եղել են, դա հետագայում կտեսնեն եւ բնակչությունը եւ այն մարդիկ, ովքեր մեզ օգնել են։ Բայց ձեր ասածի հետ ես էլ չեմ մի քիչ համամիտ, որովհետեւ գոնե մեկ անգամ, գոնե ես, որ 24 ժամյա ռեժիմով եմ եղել ամեն տեղ, գոնե մեկի կտեսնեի։ Եվ ենթադրում եմ, որ եթե տեսած լինեի, ես ինձ թույլ չէի տա նման բան բարձրաձայնեմ։ Քիչ եմ այլ մարդկանց ասում, պարոն Պապոյան։ Մենք Հարութը ճիշտ նշեց, մենք չենք խոսում ընդհանրապես, չգիտեմ, համախոհների մասին, մենք խոսում ենք կոնկրետ ավականու մանդատով օժտված մարդկանց մասին, որոնց իմ կարծիքով գոնե, չգիտեմ, մառալնի պարտավորություններ լինել։ Լավ, մենք իրանց գործն է, մենք որ ասում ամեն մարդ իր գործն ունի, մենք շատ էլ չենք, բայց այդ դիտարկումը ես էլ եմ համարում ճիշտ, որովհետև միայն պաշտոնը չի, որ դու պետք է լինես ժողովրդի հետ, անպաշտոն էլ կարաս լինես ժողովրդի հետ։ Աղետի գոտին սկսում է քարկոփից մեր համար, համայնքի համար նկատի ունեմ, ավարտվում սանային կայարանով, ես մի օր մի մարդ չեմ տեսել։ Այսինքն իրանք ուրեմն ես չեմ եղել։ Ուրեմն մենք, չգիտեմ, ես կոնկրետ աղետի ժամանակ, չգիտեմ, մեր տանը քնած եմ եղել։ Կամ էլ այդ մարդիկ դիմակափոխվել են, ես իրանք չեմ ճանաչել, չգիտեմ։ Ինչևից է, շնորհակալություն հայտարարության համար, խնդրեմ պարոն Սարգսյան։ Թիմ ինստիտուտը արհամարել է, ինձ համար անընդունելի է, եւ ես իմ հնարավորության սահմաններում ամեն գործընթաց իրականացնելու եմ, որ թիմ ինստիտուտը երբեք չարհամարվի։ Ես կուզենամ արձանագրել եմ փաստը, որ ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը մի տարի, 2 տարի առաջ ընդդիմադիր ուժ էր Իրանից ներկայացնում եւ նույն պատասխանատվությամբ այդ քվեն հաշվի առնելով եւ բարձր գնահատելով մենք մասնակցել ենք ավականու նիստերին, ժամանակ ա եղել, չենք մասնակցել, ժամանակ եղել, մասնակցել ենք յուրաքանչյուր հանրային գործունեությամբ մենք մեր ակտիվությամբ դրսևորել ենք մենք մեզ, դա փաստ է։ Ավականու եւս մեկ անկախ անդամ Սիմոն Զախարովը կարծում է, որ նիստերին մասնակցությունն ամեն դեպքում ընտրողների ձայնը ավականու ինստիտուտում ներկայացնելու առաքելություն է ու այն պետք է կատարել անկախ քաղաքական պրոցեսներից։ Քաղաքական որոշում, չքաղաքական որոշում, ես դա չեմ կարող բնական, բայց ես կարամ ասեմ, որ սա արամարանքա մեր ընտրողների նկատմամբ, մեր ազգաբնակության նկատմամբ, իրանք պարտավոր են մեր մնացած նախորդների աղերում, որ իրանց դրած պարտականությունները կան կատարեն, լիարժեք կատարեն։ Այսպիսով, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավականու անդամ Արկադի Սամվելի Թամազյանի ավականու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։ Խնդրում եմ քվեարկություն կողմ, դեմ, ձեռնպահ, մեկ դեմ, մեկ ձեռնպահ։ Հաջորդը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավականու անդամ Սենիկ Սուրենի Չերչինյանի ավականու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։ Կողմ, դեմ, ձեռնպահ, մեկ դեմ, մեկ ձեռնպահ։ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավականու անդամ Անահիտ Իսպիրի Բադալյանի ավականու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։ Կողմ, դեմ, ձեռնպահ, մեկ դեմ, մեկ ձեռնպահ։
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավականու անդամ Թաքուի Մեխակի Վարոսյանի ավականու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։ Կողմ, դեմ, ձեռնպահ։ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավականու անդամ Գայանե Սերյանի Ալավերդյանի ավականու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։ Կողմ, դեմ, ձեռնպահ։ Հայաստանի Հանրապետության մեկ դեմ, մեկ ձեռնպահ։ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավականու անդամ Աբել Վարուժանի Տիտանյանի ավականու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։ Կողմ, դեմ, ձեռնպահ։ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավականու Արթուր Վաղարշակի Դավթյանի ավականու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։ Կողմ, դեմ, ձեռնպահ։ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավականու անդամ Անդրանիկ Սերոժայի Թամազյանի ավականու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։ Կողմ, դեմ, ձեռնպահ։ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավականու անդամ Տելեմակ Վիլիայի Աղվանյանի ավականու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։ Կողմ, դեմ, ձեռնպահ։ Այսպիսով հարգելի ավականու անդամներ, ավականու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու մասին քվեարկությունը համարում ենք կատարված։ Եվ այսպես մեկ դեմ, մեկ ձեռնպահ եւ ավականու ՔՊ խմբակցության անդամների կողմից քվեարկությամբ Ալավերդու ավականու ապրելու երկիր խմբակցության ավականու անդամները զրկվեցին մանդատից։ Նրանց փոխարեն ապրելու երկիր խմբակցության ցուցակից ավականու արդեն անկախ անդամ դարձավ Սամվել Էլբակյանը, որը բոյկոտող կուսակցության ցուցակի հաջորդ անդամն էր։ Հիշեցնենք, որ ապրելու երկիր խմբակցության Ալավերդու ավականու եւս մեկ անդամ ավելի վաղ էր դադարեցրել իր անդամակցությունը ապրելու երկրին եւ դարձել էր ավականու անկախ անդամ։ Մերի Կոլոլյան, Գևորգ Քոչինյան, Անկյուն Գումարած 3 հեռուստաընկերության համար։